Շնորհակալություն, Պարոն Ղազարյան, փաստացի տեսանք, որ իրավական ճանապարհով դատարանում չկարողացեք հաջողության հասնել եւ դուք եք ասում ապացուցել, որ քաղաքական որոշումներ եք խլել, բայց դա դատարանում ամենևին չարձանագրեց եւ իրավական առումով դերօգնի որոշում չկայացրեց։ Ասրա հաջորդ քայլը որն է լինելու, կան իրավական այլ մեխանիզմներ ձեր դասնապատակին հասնելու մասով, թե սպասում եք ընտրությունների, որ քաղաքական ճանապարհորդեք, օրինակակի իշխանության եւ քաղաքական որոշում կայացնելով պետք է հետևեցնել։ Սա մեկ քաղաքական կոմպոնենտ կա ասածից մեջ վստահ եք, որ կարելի է իշխանության, որտեղ ձեր դիմակիցների հայտարարություններից տպավորություն է, որ դուք 100% գալու եք իշխանության եւ արդեն տեղեկություններ կան, որ նույնիսկ պաշտոններ բաժանում իրար մեջ դրանց որոշումներ ծավալ ինչ նախարարեք լինող, ինչ փոխվել։ Ես ինչ եմ ասում, ես չգիտեմ։ Ունեք ինֆորմացիա։ Ձեզ նույնիսկ երեք տեղափոխեն հետ արդեն տնօրենի տարածաշրջան։ Ես չգիտեմ ճիշտ ասած։ Ամեն դեպքում կարծիքներ կան, որ միտեսը ժամանակից շուտ եք ուրախանում եւ ոնց որ կտրվել եք իրականություն, չեք կարծում, որ իսկապես կետից կտրվել եք նախապես այդպես հայտարարություններ անել։ Ինչ եմ ասում, որտեղ 21 թվականի այդպես մի փոստ ունեցան, պարոն Ղազարյան, իհարկե միշտ հաճելի է լսել, որ դուք առաջատարն եք հաղթում եք եղել են, բայց այդ 21 թվականին Գավառնախաչյանն էր այդպես հաղթաշարով եկավ, հետո ունեցանք այն ինչ ունեցանք։ Հիմա մի քիչ տեղ փոխենք, որ մարդը բավով պատով եք կամ որ 50 կգ չհավաքեք, հետո ինչ եք ասել ձեր ընտրողներին կամ մարդկանց, որոնք հույսեր են ակնկալիքներում են ձեր հետ կապված։ Պարոն Մակարյան, ես եմ շնորհակալություն համար, եթե չեմ սխալվում, նախորդ ասուլիսին էլ մոտավորապես նմանատիպ հարց տվեցիք, պատասխանը չի փոխվել, ես ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունում երբևէ որևիցե ձևով, որևիցե մեկի կողմից պաշտոն չի բաժանվել։ Եթե կլինեն անհատներ, եւ հուսով եմ, որ չկան այդ անհատները, որոնք իրենց ամորյա շատ մեծավոր կապերում կփորձեն ինչ-որ բաներ պատկերացնել, ինչ-որ իրենց պատկերացնել, ինչ-որտեղ 3000 անգամ մեծ կուսակցություն է, արդեն օրորի մեծանում ենք, ես այսպես ասեմ, մենք հորդորում ենք այդպիսի բան չանել, բայց շատ կարևոր է, որ կուսակցության խորհուրդը, կուսակցության կորիզը եւ քաղաքական թիմը որևէ պարագայում, որևէ մեկի հետ որևէ բան չի քննարկել։ Ես խորհրդի անդամ եմ, խորհուրդը բաղկացած է 5 անձից։ Ես ոչ մի բան չեմ քննարկել, ինձ հետ ոչ մի բան չի քննարկվել եւ չեմ էլ պատրաստվում քննարկել։ Դա այդ հարցեր կապված ուղիղ ուզում եմ մեր եւ ձեզ հարգելի լրագրողներ եւ մեր հեռուստադիտողներին կամ լսողներին ուղիղ ասելով, որ կասեն դեռ պաշտոն են բաժանել, իմ անունից ասեք դու ստախոս ես։ Եթե օրինակներ չբերեք, գիտեք, եկեք դուրս գանք մի պահել, ես մեր հայկական իրականությունից դե սենց ասում են, դենենց ասում են, իսկ ով է ասում։ Իսկ կա ապացույց, կա ինչ-որ անուն, օրինակ Պետրոսյան, Պետրոսը ասել է, որ ինքը վաղը լինելու է հաղթելու դեպքում, ես ինչ նախարար կամ ես ինչ չգիտեմ, պարեկ կամ ինչ-որ բան։ Իդեալը այն է, որ արդեն հաղթած եք, Հիմա ինչ վերաբերում է արդեն հաղթածին։ Տեսեք, գոյություն ունի սոցիոլոգիա։ Ըստ մեր հարցումների, այսինքն լինելով այսքան շատ կարճ ժամանակվա ուժ, ըստ մեր հարցումների մենք ունենք բոլոր հնարավորությունները 50+1-ի հասնելու։ Մենք ունենք տարբեր սցենարներ, որի մասին չենք բարձրաձայնելու, ինչքան ուզում եմ ես խնդրեմ, պրովոկացիա անեմ, չգիտեմ եւ այլն։ Մենք չենք պատրաստվում մեր սցենարները, այսպես ասած, պլանները բացահայտելու, որովհետև բացահայտելու դեպքում դու արդեն քո հակառակորդին տալիս ես հնարավորություն դրա դեմ հակադրվելու։ Ինչ վերաբերում է 21 թվականին, ես չեմ ցանկանում հիմա քննարկել որևիցե ուժի, այսպես բացի իշխող փոքրիկ խմբակի, որևիցե ուժի որևէ գործողություն։ Իրենք այդպես են համարել, այդպես են ճիշտ համարել, այդպես են արել։ Մենք գետնի վրա ենք, մենք ամենօրյա աշխատանքի մեջ ենք։ Եվ շատ լավ պատկերացնում ենք վիճակը, շատ լավ պատկերացնում ենք, որտեղ ենք այսպես բացարձակ առաջատար, շատ, որտեղ ինչ-որ աշխատելու տեղեր ունենք եւ այլն։ Նորից գալիս ենք նույն բանին, որտեղ է երևում, որ մենք գետնին կպած չենք։ Օրինակ հայտարարությունները որ հաղթելու ենք, հիմա ես եմ, մի քիչ դարավ բան է, հաղթելու ենք նել։
Այսպես մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու եւ ունենալու ենք ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի դեմքով, այսպես sense կարճ։ Շատ նորմալ է։ Այսինքն դրանից երևաց որ մենք ետնի վրա կպած չենք։ Ի վերջո բայց քաղաքացին է որոշել, չէ՞։ Մենք քաղաքացու հետ շփումը այդ սոցիոլոգիական հարցումները այդ ամբողջ արձագանքից են դա ենթադրում, այո, մենք այնպես չի որ մենք հա այդպես գնացել ենք, մենք մեզ ոնց որ անցած անգամ ասեցի, գնացել մենք մեզ նստել ենք որոշել ենք այդպես է։ Նորից ասում եմ, մեր ուժը աշխատում է բոլորի հետ, բոլոր խաղերի հետ, բոլոր քաղաքների, գյուղական համայնքների բոլորի հետ անհատական եւ առանց։ Դրանք մի դիտարկում շատ լավ որ քաղաքացիները շփվել են քաղաքացիների, բայց օրինակ նախորդ ընտրություններին Նիկոլ Փաշինյանը որ 50-64% ձայն հավաքեց, դա մոտ 688,000 քաղաքացի է։ Հիմա պարզ մաթեմատիկական հաշվարկների ենթադրում է, որ դուք գոնե մի 600,000 հոգի շփվել եք, որ իրանք ասել են 100% ձեր ձայն հավաքել։ Եթե դուք ուսումնասիրեք 18-21 թվականի ընտրությունները եւ մասնակցելիության աճը գումարած իրենց ձայների կորուստը, ձեր համար շատ բան պարզ կլինի, հիմա դա չբացեմ, չմեկնաբանեմ։ Եվ երկրորդը մենք կանխատեսում ենք մասնակցելիության աճ։ Ինչի համար, որովհետեւ եթե չեմ սխալվում 49.7% է եղել ամբողջ հանրապետությունով մասնակցությունը, մենք մասնակցության աճը ենթադրում ենք այն պատճառով, որ մյուս 50%-ը չտեսնելով որևէ ուժի, որին իրենք կարող են նախընտրել եւ բոլորին դեմնել չկա, ուղղակի չեն գնացել ընտրության։ Սամվել Կարապետյանի ուժը ենթադրում է նոր հույս, ենթադրում է նոր աշխուժություն, այսպես ասած, որի արդյունքում մասնակցությունը չեմ ուզում թվեր ասեմ, չասեմ հետո սխալ ասած, բայց էականորեն աճելու է։ Իսկ էականորեն աճի մասնակցության դեպքում ստիպում է խաղակարտերը բացել։ Իսկ էականորեն մասնակցության աճի դեպքում իշխանությունը ուղղակի շանս չունի, որովհետև նույն 50% չմասնակցողները, եթե քվեարկելու լինեն, կգնային քվեարկային հենց 21 թվականին։